Մաքրուհիները, դայակները, նոտարները, փաստաբանները Ռուսաստանում հարկերը չվճարելու դեպքում կզրկվեն պատենտ արտոնագրից, լիցենզիայից։ Օգոստոսի 10-ից ուժի մեջ է մտել Պուտինի ստորագրած միգրացիոն օրենսդրության հարկային հատվածին վերաբերող խստացումը։ Այն վերաբերում է վճարովի ծառայություններ մատուցող միգրանտներին, մասնավոր ձեռնարկություններում աշխատողներին, որոնց գործունեությունը պատենտավորված է։ Ռուսաստան մեկնած հայ միգրանտները տագնապած են։ Ռուսաստանը միգրացիոն վերահսկողության աննախադեպ խստացումների է գնում։ Այժմ նրանք պետք է պաշտոնապես ցույց տան բավարար բարձր աշխատավարձ, որը նվազագույն շեմից ցածր հաշվարկված լինելու դեպքում նրանց կացության թույլտվությունը չեղարկելու է եւ 15 օրվա ընթացքում նրանք կվտարվեն երկրից։ Приложение, которое будет отслеживать приезжих через смартфон. Սա էլ մի հավելված է, որը շուրջօրյա իրավապահներին է փոխանցում միգրանտի գտնվելու վայրը, ու եթե միգրանտները 3 օրը մեկ չթարմացնեն տվյալները, ապա ավտոմատ կհանվեն հաշվառումից եւ կվտարվեն երկրից։ Մի հարց է, թե արդյոք արտագնա աշխատանքի մեկնած օրինակ ամեն խոպանչի ակտիվ օգտվում է սմարթֆոնից։ Բայց հավելվածի կիրառման խստացումը սպասում է հաշված օրեր անց, սեպտեմբերի 1-ից, որովհետև այն ոչ միայն հենց միգրանտին է վերաբերելու, այլ նաև նրա ընտանիքի անդամներին։ Հավելվածի միջոցով պետք է միգրացիոն հաշվառում անցնեն, ներկայացնեն անհրաժեշտ բոլոր տվյալները եւ նույնականացվեն։ Ռուսաստանն է առանց աշխատող ձեռքերի մնալու, թե Հայաստանն է կոլապսի մեջ հայտնվելու, ընդունելով այդ երկիրը լքողներին։ Մյուս հարցն է, տարբեր հաշվարկներ կան ռուսաստանաբնակ խոպանչիների թվի վերաբերյալ, մինչև 500,000-ի հասնող։ Այս հարցերը Մոսկվային թերևս վերջինն են հետաքրքրում։ Կոնկրետ պահանջ ունեն արդեն գրեթե վերջնագրի լեզվով։ Ակնկալում են, որ Երևանը մինչև տարեվերջ կկողմնորոշվի Եվրամիություն ԵԱՏՄ ընտրության հարցում։ Մինչև դեկտեմբեր հանրաքվե կանցկացնի։ Եթե մինչ այդ ժամանակահատվածը հանրաքվե անցկացնելու կոչին ականջալուր չլինեն, ԵԱՏՄ առաջնորդները հաշվի կառնեն այդ փաստը հետագա համատեղ քայլերը հստակեցնելու ժամանակ։ Դա պետք է չլինի աբստրակտ տեսական ձևակերպում, ցանկանում եք անդամակցել ԵՄ-ին թե ոչ, այլ հստակ եւ գործնական։ Պատրաստ եք արդյոք հրաժարվել ԵԱՏՄ անդամակցությունից հանուն ԵՄ անդամակցելու ոչ այնքան ակնհայտ հեռանկարի։ Հարցի նման ձևակերպումը ամենաազնիվը կլինի թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, թե ԵԱՏՄ մյուս անդամների հանդեպ։ Դեկտեմբերին սպասվող ԵԱՏՄ գագաթնաժողովում շատ ջրեր կպարզվեն։ Մասնագետները հիշեցնում են, որ մինչև այդ էլ նոյեմբերի 11-ին ՀԱՊԿ նստաշրջան է սպասվում, եւ որ Ռուսաստանը պարզ տեքստով է ասել, հենց այդ օրն էլ կարող է քննարկվել Հայաստանին ձայնից զրկելու հարցը։ Այստեղ ի դեպ հիշենք, որ Հայաստանի վարչապետին նշանակելիս շնորհավորեց Ղազախստանի նախագահը, ով միացել էր ԵԱՏՄ-ում Հայաստանի դեմ հայտարարությանը, ինչպես նաև ՀԱՊԿ Տաջիկստանի նախագահը, եւ ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում որոշումները կոնսենսուսով են ընդունվում։ Կգնա Հայաստանը կոնսենսուսի մեխանիզմների կամ վետոյի միջոցով կոշտ որոշումները կանխելու ճանապարհով դեռ պարզ չէ։ Զարգացումներից պարզ դարձավ սակայն, որ Եվրոպան էլ դռները բացած մեզ չի սպասում։ Երբ որ արդեն օրենք ընդունվեց, որ Հայաստանը պատրաստվում է դառնալ Եվրամիության անդամ, եւ հետո երբ որ արդեն Երևանում անցան եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, Հայաստան Եվրամիություն գագաթնաժողովները, պարզ դարձավ Ռուսաստանի համար, որ այս ամենը հռետորաբանություն չէ, եւ Ռուսաստանի եւ մնացած ԵԱՏՄ երկրների դիրքորոշումը շատ պարզ է, եթե դուք ուզում եք գնաք Եվրամիություն, հանրաքվե անցկացրեք, եթե ձեր ժողովուրդը իրականում դա է ուզում, ոչ մեկ ձեզ չի պահում, ոչ մեկ ձեզ չի խանգարում։ Եվ ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում նկատենք առանցքը Ռուսաստանն է, եւ եթե ՀԱՊԿ-ի դեպքում ըստ մասնագետների իրավիճակն ավելի կանխատեսելի էր թվում, թե Հայաստանը չի շարունակելու աշխատանքը եւ պատրաստ է ցանկացած որոշման, ապա ԵԱՏՄ-ի դեպքում իրավիճակն այլ է։ Հայաստանը չի հրաժարվի ԵԱՏՄ գործող մեխանիզմներից, ու մինչեւ իրավիճակը հանգուցալուծում գտնի, Հայաստան-Ռուսաստան լարվածությունը ավելանում է, Մոսկվան կոշտացնում է սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ։ Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը շարունակում է բարձր մնալ։ Ճանապարհային երթևեկության մասնագետները խնդիրը մեկ պատճառի հետ չեն կապում, առանձնացնում են ինչպես վարորդների վարքագիծը, այնպես էլ մեքենաների թվի աճը, ճանապարհային ենթակառուցվածքների վիճակն ու երթևեկության կազմակերպման բացերը։ Հայաստանում ավտոմեքենաների թվի շարունակական ավելացումը մեծացնում է երթևեկության ինտենսիվությունը եւ համապատասխանաբար վթարային իրավիճակների ռիսկը։ Փաստում են մասնագետները եւ շեշտում, միջազգային փորձը ցույց է տալիս, որ մեքենաների շատ լինելը ինքնին պետք է չհանգեցնի ճանապարհային տրանսպորտային պատահարների ավելացմանը։
Պետք է դիտարկել, ինչպիսի ճտրտներն են հիմնականում ամենաշատ հաճախ հանդիպողները, դրանք մանևրումների, վերադասավորումների դեպքում առաջացող ճտրտներն են։ Այստեղ ինչ է ցույց տալիս փորձագիտական փորձը, որ տվյալ մանևրները կատարելիս վարորդների օրինակ ազգուշություն, երթևեկության կանոններին չհետևել։ Վթարների տարածված պատճառների շարքում փորձագետներն առանձնացնում են մեքենաների միջև անհրաժեշտ հեռավորություն չպահելը, ինչպես նաև ճանապարհային գծանշումների տեսանելիությունը։ Այս դեպքում ըստ նրանց միայն տուգանքներով խնդիրը լուծել հնարավոր չէ։ Անհրաժեշտ է միաժամանակ բարձրացնել վարորդական կարգապահությունը եւ բարելավել ճանապարհային միջավայրը։ Մասնագետները օրինակ են բերում միջազգային փորձը։ Երկրներ կան, որտեղ կիրառվում են հատուկ լուսա անդրադարձնող նյութերով գծանշումներ, որոնք առավել տեսանելի են հատկապես գիշերը եւ եղանակային անբարենպաստ պայմաններին։ Ըստ նրանց նման լուծումների ավելի լայն կիրառումը Հայաստանում եւս կարող է նպաստել երթևեկության անվտանգության բարձրացմանը։ Օրինակ վերցրել էինք Ավստրալիայի փորձը, ինքը ֆոսֆորային ներկ է, մեքենան ընթանում է բարիս ուղիղ իմաստով, մթության ճանապարհահատվածով, ոչ մի ճանապարհային լույս առկա չէ։ Եվ այդ ֆոսֆորային ներկայացուցիչը գիշերային ժամին այնպես է անդրադարձնում։ Մեքենայի լույսերն էլ որ ընկնում է, համ ճանապարհն է լուսավորում այսպես որոշակի չափով, համ այնքան արտահայտիչ է դարձնում այդ գծանշումից, որ այդտեղ ուղղակի անհնարին է վարորդը մոլորվի, գնա մտնի կողնակ, քպի մի հատ կանգնած մեքենայի ասի ես չէի տեսել։ Միջազգային փորձից առանձնացվում է նաև սկսնակ վարորդի կարգավիճակը։ Եվրոպական երկրներում նոր վարորդական իրավունք ստացած անձանց համար որոշակի ժամանակահատվածում գործում են լրացուցիչ սահմանափակումներ կամ ավելի խիստ պահանջներ։ Նպատակը վարորդական առաջին տարիներին, երբ փորձը դեռ սահմանափակ է, ռիսկային վարքագիծը նվազեցնելն է։ Մասնագետները ուշադրություն են հրավիրում նաև տաքսի ծառայությունների ոլորտի վրա։ Կան վարորդներ, որոնք հիմնական աշխատանքային օրվանից հետո լրացուցիչ զբաղվում են ուղևորափոխադրմամբ, իսկ երկարատև աշխատանքն ու հոգնածությունը կարող են նվազեցնել վարորդի ուշադրությունն ու արձագանքման արագությունը, մեծացնելով վթարի հավանականությունը։ Այսօր տաքսի երթևեկությունը ընդհանրապես կարգավորված չի։ Այսօր ցանկացած մարդ կարող է դրանց երթևեկել երբ ցանկանաս։ Ու շատերը աշխատում են իրենց 8 ժամը ինչ-որ միտեղ եւ հետո օգտագործում որպես տաքսի մեքենան։ Այսինքն մարդը արդեն հոգնած է։ Փորձագետների գնահատմամբ տարբեր գերատեսչություններ ճանապարհային անվտանգության ուղղությամբ աշխատանքներ իրականացնում են, սակայն հիմնական խնդիրը միասնական եւ համակարգված մոտեցման պակասն է։ Ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցումը ըստ նրանց պահանջում է ոչ թե մեկ առանձին միջոցառում, այլ փոխկապակցված համակարգ, անվտանգ ենթակառուցվածքից ու վերահսկողությունից մինչև վարորդների եւ հետիոտների կրթություն։ Սննդի առաքման ոլորտում օգոստոսի 1-ից ի վեր լայնածավալ վերահսկողություն է իրականացվում։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում խստացումը պայմանավորում են առաքման ծառայությունների ընդլայնմամբ եւ առաքիչների արտաքին տեսքին, առողջական վիճակին եւ պատշաճ մաքրություն չունեցող պայուսակներին վերաբերող վերջին շրջանում հատկապես քաղաքացիներից ստացվող հաճախակի դարձած բողոքներով։ Մինչ վերահսկողության խստացումը առցանց հարթակներով առաքում իրականացնողները փաստացի դուրս էին մնացել վերահսկողությունից։ Պատճառը հետևյալն է, դեռևս տարվա սկզբին մարտի կողմերը մենք արդեն շատ ստանում ենք բողոքներ, որ այ առաքիչ եկավ կեղտոտ է, փուքի է, ոնց որ հիվանդ է, կեղտոտ պայուսակով, այսինքն առաջի հերթին առաջնորդելով այդ բողոքներով, եւ որ այդ ոլորտը ավելի զարգացել է հիմա, եւ ոնց որ թե մի փոքր մեր վերահսկողությունից դուրս է մնացել։ Այդ առաքիչների վերաբերյալ որոշ կոնտրոլ չկար։ Այս սա հաշվի առնելով մենք որոշեցինք, որ այստեղ պետք է քայլեր կատարել, զգուշացրեցինք տնտեսավարողին եւ հիմա արդեն քայլերն արվում են։ Առաքման ծառայություններին տրամադրված ժամկետն արդեն սպառվել է, պահանջը վերաբերում է ոլորտում աշխատող շուրջ 2-ից 3000 առաքիչների։ Խախտումների հայտնաբերման դեպքում նախատեսվում է վարչական պատասխանատվություն։ Մասնագետները վերահսկողությունն անհրաժեշտ, բայց ուշացած քայլ են որակում։ Նրանց դիտարկմամբ միայն առաքիչների սանիտարական գրքույկների ստուգմամբ սննդի անվտանգությունն ամբողջությամբ ապահովել հնարավոր չէ։ Անգամ ուշացած են, դեռ շատ ավելի վաղ պետք է սկսած լինեն։ Շատ ավելի կարևոր խնդիր կան։ Տարաների հիգիենան, ընդհանրապես մինչև սրան հասնելը, հələ պետք է բարձել մթերքը, որը տեղադրվում է օրինակ տուփի մեջ եւ հետո գնում է առաքման ծառայության միջոցով ասում է սպառողին։ Այս տուփի մեջ տեղադրված թուղթը կամ բուն տուփը ինքը սննդային թուղթ է, թե չէ, սննդի համար նախատեսված։ Այսինքն ինքը այնքան մեծ կոմպլեքս աշխատանք է,
Մասնագետները վտանգ են տեսնում եւ նաեւ զգուշացնում պատշաճ բժշկական հետազոտության չիրականացման դեպքում սանիտարական գրքույկի պահանջը կարող է նաեւ ձևական բնույթ կրել։ Մասնագետների գնահատման իրական արդյունքի համար վերահսկողությունը պետք է ընդգրկի ամբողջ շղթան՝ սննդի փաթեթավորումից եւ պահպանման պայմաններից մինչեւ առաքման պայուսակների մաքրություն։ Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունը 2025-ից 26 թվականների ընթացքում թեր հայտարարագրել է շուրջ 4.3 միլիարդ դրամի շրջանառություն։ Դրա հետևանքով պետական բյուջե չի վճարվել շուրջ 1.1 միլիարդ դրամի հարկային պարտավորություն։ Տվյալները համադրվել են ընկերության փաստացի գործունեության եւ ՊԵԿ հարկային բազայում առկա հաշվարկների հետ։ Հանրապետության ողջ տարածքում շարունակվում են հատուկ միջոցառումները հասարակական կարգի եւ հանրային անվտանգության ապահովման նպատակով։ Դրանց շրջանակում ուժեղացվում է վերահսկողությունը հանցավոր հակումներ ունեցող անձանց եւ նրանց հավաքատեղիների նկատմամբ։ Շրջայցերի եւ ստուգումների արդյունքում ոստիկանություն են ներկայացվել շուրջ 150 նախկինում դատապարտված եւ հանցավոր հակումներ ունեցող անձինք։ Հայտնաբերվել են նաեւ թմրամիջոցներ, զենք եւ զինամթերք։ Ոստիկանությունը հայտնում է, որ նման միջոցառումները պարբերաբար շարունակվելու են։ Ավան վարչական շրջանի Խուրյակով 3-րդ նրբանցքն է մեկ ամիս առաջ էր, որ այսօր լրատվական ու Շամշյանքոմը բարձրաձայնել էին այն մասին, որ խողովակը վնասված է, խմելու ջուրն էլ աննպատակ հոսում է, հետո նաև լցվում նկուղներ, քայքայելով տան հիմքերը։ Ու ասենց արդեն ինչքան ժամանակ է խմելու ջուրը երկրորդ ամիսն է արդեն խմելու ջուրը գնում կորմա։ Հրապարակումից հետո Երևանի քաղաքապետն էր հանձնարարել, որ խնդիրը վերացվի, սակայն տևական ժամանակ է անցել, բայց Ավան վարչական շրջանի ղեկավարն ու Վեոլա ջուրընկերությունը չեն շտապում հարցը լուծել։ Էսի ասում են ինչ-որ սեփականատերը պիտի սարքի, ով պիտի սարքի, մեկը մեկի վրա ենք խմելու ջուրեր, չէ՞։ Ու սենց գնում կորում է, էլի։ 2 ամիս է, չէ՞։ Երբ էր որ եկանք նկարեցինք։ Քաղաքապետարանն ասեց հանձնարարել են որ գան անեն, ուր է անելը։ Չկա, քաղաքապետը պատասխանել է երախոսները, սա հնգած, այսօր է պետք է ինչ-որ պատասխան տան, ասենք բան կա։ Բնակիչներն էլ զայրացած ասում են, եթե 1-2 օրվա ընթացքում խնդիրը չլուծվի, դիմելու են կտրուկ միջոցների։ Սա կոչվում է Արաբկիր վարչական շրջանի էլիտար շենքեր։ Այս վիճակը, որը տիրում է Գրիբայեդով 17 շենքի տարածքում, արդեն մի քանի օր բառերով նկարագրելու չէ։ Կադրերից ճիշտ է չի փոխանցվում տիրող գարշահոտը, բայց ակնհայտ է հակասանիտարական վիճակ է։ Հավատացել են, որ իրենք ապրելու են էլիտար շենքի էլիտար թաղամասում, էլիտար բակում, բայց ինչ իմանամ, որ այսօր արդեն 6-րդ օրն է, տեսնում եք, կեղտա ջուրը դուրս է գալիս, ըստ բնակիչների, այսօր արդեն 6-րդ օրն է, դուրս է գալիս, բայց տիրություն անող չկա։ Այստեղ անցուդարձանողներին հակագազ է հարկավոր, քանի որ այն էլ այս շոքին նման պայմաններում ապրելն անհնար է։ Պատուհան բացել էլ չեն կարողանում, հոսքն այնքան ուժեղ է, որ հասնում է մինչև Կոմիտասի պողոտա։ Հիմա այս չգիտեմ, սրա պատասխանատուն ով է, Վիոլա ջուրն է, քաղաքապետարանն է, համատիրությունն է, ամենայն դեպս օր առաջ, ինչ օր առաջ, վարկյաններ առաջ պիտի ես հակասանիտարական գարշահոտ վիճակը վերացնեն։ Քաղաքացիներն ասել են, որ եւ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ են դիմել եւ Վեոլա ջուրընկերություն, քանի որ չգիտեն ի վերջո ով է պատասխանատու վիճակի համար։ Բայց ահազանգերը ոչ մի արդյունք չեն տվել, հուսով են, որ գոնե կադրերը տեսնելուց հետո պատասխանատուները կարձագանքեն։ Օգոստոսի 12-ին Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Հաղթանակ կամուրջ տանող հատվածում բախվել են 41-ամյա Վառանցովի Հոնգչին եւ 49-ամյա Կարենի Մերսեդեսը, ու մինչեւ կժամանեին ապա գործակալները Մերսեդեսի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Օպերատիվ է ժամանել շտապօգնությունը, սակայն վարորդի կյանքը փրկել չի հաջողվել։ Բժիշկներն են արձանագրել նրա մահը, Հոնգչիի վարորդը եղել է սթափ։ Մահվան դեպքով հնարավոր է քննություն կատարվի Երևանի քննչական վարչության կենտրոն եւ Նոր Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում։ Օգոստոսի 12-ին Իջևան-Սևան-Երևան ճանապարհին Հոնդան բախվել է թույլատրելի հատվածում կայանված Ֆորդին։ 4 հոգի տեղափոխվել են Հրացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, 1 հոգի էլ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ 5 վիրավորներից 4-ը Ռուսաստանի քաղաքացիներ են։
բարեկները Վաշտի հրամանատար սա Գալստյանի գլխավորությամբ սահմանազատել են տարածքը, սահմանազատել են տարածքը եւ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Առեղծված մահվան դեպք է եղել Մայրաքաղաքում Կուսան Շերամի փողոցի 28 կոտրագիոտ հասցե մեկնած բժիշկների հերթապահ խումբը փորձել է օգնել վիրավոր 40-ից 45 տարեկան տղամարդու, սակայն պարզվել է, որ նա մահացած է։ Փրկարարության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջներն են ժամանել։ Ի դեպ համայնքային ոստիկաններն ու քննիչները օպերատիվ գործողությունների արդյունքում ձեռք բերված տեսանյութում պարզել են, ինչպես է քաղաքացին ընկնում տանիքից։ Դեպքի վայրեն ժամանել ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալացիայի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Կարեն Բունյացյանի գլխավորությամբ։ Եվ Արցախի փողոցի հասցեներից մեկում գործող պահեստային մասում մեքենա է այրվել։ Հրշեջներն են ժամանել, այրվել է բեռնատարում բարձված անկողնային պարագաները, տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։